Ազատագրում շարժումը հայտնում է. Իրավիճակը սահմանին թեժանում է. Ադրբեջանը տեխնիկա է կուտակում. Արցախն առավելագույնս պայթյունավտանգ է. Փոքր կայծը կարող է աղետի հանգեցնել. Թշնամական տելեգրամյան ալիքները խոսում են 120 ժամի մասին, որից հետո ամեն ինչ կսկսվի. Իմ տեղեկություններով ամեն ինչ կսկսվի ավելի վաղ. Ուկրաինայում պատերազմը երկարում է, որը չի բխում մեր շահերից, բայց բխում է հենց Ռուսաստանի շահերից. Եթե ուշադրություն դարձնենք Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի զինված ուժերին տված վնասը, ապա պարզ է դառնում, որ դե ֆակտո Ուկրաինան հիմնովին կորցնում է իր ռազմական պոտենցիալը. Այսինքն Ռուսաստանը հասնում է իր պահանջին ուժի միջոցով, ապա ռազմականացնում է Ուկրաինան. Ինքս հույս ունեի, որ 10-օրյա ժամկետում կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, սակայն ոչ միայն չընդհատվեց, այլ նույնիսկ ավելի ուշ գնացավ. Մարտի 12-ի գործողությունները հակամարտության ամենաթեժ օրերից էին. Որքան էլ այսօր խոսենք, քննարկենք Ռուսաստանի կործանման կամ չկործանման մասին, փաստը մնում է փաստ, որ Ուկրաինան զրկվում է եւ հիմնական զինուժից, եւ գյուղատնտեսությամբ տնտեսությունը պահելու հնարավորությունից, ինչպես նաև ճանապարհներից, կամուրջներից, բնակֆոնդից. Պատերազմի երկարելուց կարող է օգտվել մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրներից առնվազն մեկը, ով մյուսի դրդմամբ կարող է սկսել ռազմական գործողություններ, բայց ոչ այն դասական պատերազմը, որը տեսել ենք մինչև հիմա. Չի բացառվում, որ Ադրբեջանը հակաահաբեկչական գործողության անվան տակ մեր դեմ գործողություններ սկսի. Պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին. Այս շրջանում եւս մենք պետք է կրկին մեր հարաբերությունները, պարտավորությունները, սպասելիքները կոնկրետ իրավիճակների հետ կապված հստակեցնենք, մանրամասնենք մեր ռազմավարական դաշնակիցների հետ. Արցախում մարդասիրական աղետ է այլևս. Հիվանդանոցները, առողջական կենտրոնները եւ այլ մարդասիրական կենտրոններ զրկված են ջեռուցումից, քանի որ գազ չկա. Բազմաբնակարաններում ապրող մարդիկ տաք ջրի հնարավորությունից են զրկված, որը պետք է ապահովի կենցաղային մինիմալ անհրաժեշտություն. Հայաստանում կարծես թե սրա մասին չեն խոսում, ավելի շատ անհանգստացած են ռուս-ուկրաինականով եւ ամեն մի քաղաքական թիմ, կառույց կամ պարզապես գրանտներով սնվող կազմակերպություն սրան նրան բալետ անելով է զբաղված, իսկ իրենց թելը չթելողներին էլ սրան նրա գործակալ են հանում. Արցախը Հայաստանի ապագան է. Եթե չլինի Արցախ, չի լինելու Հայաստան, սա լավ իմացեք, սիրելի շարքային քաղաքացիներ, եւ մի տրվեք օտար փողերով սնվող կուսակցությունների, կազմակերպությունների ինֆորմացիոն տերորին. Զբաղվենք եւ պահանջենք զբաղվեն մեր գործերով. Գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը. Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանին են ուղարկել 5 կետից բաղկացած առաջարկ հարաբերությունների կարգավորման համար. Ադրբեջանական մամուլում կամ պաշտոնական աղբյուրներում կան մանրամասներ այս առաջարկության վերաբերյալ. Մինչ այս Ադրբեջանը բազմիցս ասել է, որ իրենք խաղաղության պայմանագիր են առաջարկում Հայաստանին եւ այդպես են պատկերացնում խնդրի վերջնական փակումը. Գիտենք նաեւ, որ ադրբեջանական կողմի համար Ղարաբաղյան հարց այլևս գոյություն չունի, եւ այդ տրամաբանության մեջ իրականում քիչ թե շատ գծագրվում է, թե ինչպիսին է Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը, որովհետեւ Ալիևի եւ տարբեր պաշտոնյաների հրապարակային ելույթներում դա տեղ է գտել. Նրանց համար առաջնահերթն իհարկե Արցախի հիմնահարցի փակումն է, այսինքն ապագա կարգավիճակի վերաբերյալ որևէ քննարկման բացառում, եւ Հայաստանն ըստ էության պետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում. Վստահ եմ, որ սա այդ փաթեթի կարևոր բաղադրիչներից է. Նրանք նաև հետագայում բարձրացնելու են եւ դա մի քանի անգամ արել են տեղեկատվական դաշտում, այսպես կոչված անկլավների հարցը, որովհետեւ եթե պետք է առաջնորդվեն խորհրդային քարտեզներով, փորձելու են դա դարձնել շահարկման առարկա. Նրանք իհարկե չեն հրաժարվելու նաև Զանգեզուրի միջանցքից, որովհետեւ վերջերս կրկին ակտիվացավ այդ մասին խոսակցությունը. Այս Զանգեզուրի միջանցքի հետ կապված մշտապես հիշում եմ Վազգեն Սարգսյանի այն խոսքը, որ ասում էր. «Մեր տան մեղրին աշխարհի մեծերին մեր դուռն է բերելու», այսինքն դրա նշանակությունը շատ ավելի հսկայական եւ կարեւոր է, քան մենք գիտակցում ենք. Ադրբեջանի նպատակն է վերածել Հայաստանն իրենից ոչինչ չներկայացնող պետության, որը չի ունենա ուժ եւ կարողություն. Ադրբեջանական կողմը նշել է նաև, որ շուրջ 1 տարի է առաջարկներ են ներկայացրել Հայաստանին, իսկ վերջինս այսքան ժամանակ չի պատասխանել դրանց.
Այս ընթացքում ադրբեջանական կողմը երբևէ խոսել է այս մասին։ Եթե հավատանք Ադրբեջանի արտգործնախարարի այս պնդմանը, ինչ եք կարծում, ինչու է Հայաստանի իշխանությունը գաղտնի պահել այդ հանգամանքը հանրությունից։ Միգուցե հուսով եմ իրենք էլ են գիտակցում այդ առաջարկի կործանարար լինելը հայկական պետության եւ պետականության համար, բայց միևնույն ժամանակ վախեցել են հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, փորձելով լռել այդ մասին։ Հիշում եմ նմանօրինակ հայտարարություններ, որ իրենք խաղաղության պայմանագրի առաջարկություններ ներկայացրել են, բայց կետեր չեն թվել։ Ենթադրում եմ, որ մեր արտգործնախարարության այն հայտարարությունից ելնելով, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով, որոշեցին իրենց պատասխան քայլն անել ասելով, որ այդ պայմանագիրը ոչ թե պետք է բանակցվի, այլ դրված է սեղանին եւ Հայաստանը պետք է ստորագրի։ Սա հենց այն կապիտուլյացիան է, որ որոշ ընդդիմադիր գործիչներ շարունակ ասում են, իրականում սա է կապիտուլյացիայի առաջարկը։ Երբ կողմերը նշում են, թե պատրաստ են խաղաղության հաստատման, բայց նույն Ադրբեջանը մասնավորապես վերջին շաբաթվա ընթացքում Արցախի հանրապետությունում ինտենսիվորեն խախտում է հրադադարը, մարդիկ հումանիտար աղետի առաջ են կանգնած։ Ինչպես է հնարավոր այդ խաղաղությունը։ Ադրբեջանի առաջարկած խաղաղությունը ոչ մի առնչություն չունի իրական խաղաղության հետ։ Մինչև վերջին պատերազմը խաղաղությունը քիչ թե շատ բանակցությունների գործընթացում առաջարկվող փոխզիջումային լուծումներն էին, երբ կողմերն իրենց նախնական դիրքորոշումներից հետ քայլեր էին անում։ Դա եւ դրանից հետո հնարավոր խաղաղության պայմանագիրը հնարավոր էր պատկերացնել, դիտարկել, բայց այն ժամանակ էլ դրան հասնելու խնդիրներից էր Ադրբեջանի կողմից պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը։ Ադրբեջանի նպատակն այնքան պարզ է։ Նրանք ուզում են հայաթափել Արցախն ու ոչ միայն, նաև սահմանամերձ շրջանները, նրանք նպատակային ահաբեկչական քաղաքականություն են իրականացնում, այսինքն նրանք խաղաղության չեն պատրաստվում, ուղղակի ամեն լսարանի համար ունեն իրենց սցենարներն ու պատրաստի առաջարկները եւ աշխատում են։ Խաղաղության օրակարգի մեր ամենամեծ բացը համարում են բովանդակության, տեսլականի, կարմիր գծերի բացակայությունը եւ նաեւ աշխատանքի բացակայությունը։ Եթե ընդհանրապես հետևեք նույն Ադրբեջանի արտգործնախարարության եւ տարբեր պատվիրակությունների ակտիվությանն Իրանում եւ այլ երկրներում եւ նայեք մեր գործունեությանը, ամեն ինչ ավելի քան պարզ կլինի։ Ադրբեջանական կողմի ոտնձգություններն Արցախում Հայաստանին ճնշելու նպատակով են արվում, որ เป զի վերջինս ընդունի այդ առաջարկները։ Դժվարանում եմ ասել, որովհետեւ այդտեղ ըստ էության շահագրգիռ այլ կողմեր էլ կան։ Սա միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հարցը չէ։ Սա աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեցող հարց է, բայց կարծում եմ, որ իրենք իհարկե օգտվում են հանգամանքից, որ ռուսական կողմը բավականին զբաղված է այլ ճակատներում։ Ադրբեջանը մի կողմից ահաբեկում է խաղաղ բնակչությանը, մյուս կողմից էլ իմ դիտարկմամբ նրանք ռազմավարական նպատակ են դրել։ Այդ գյուղերի թիրախավորումը պատահական չէ։ Հատկանշական է, որ այդ գործողությունները նաև ուղեկցվում են տեղեկատվական շատ լուրջ գրոհներով։ Ամբողջ ադրբեջանական մամուլում հսկայական գրոհ է սկսվել։ Երեկ էլ Արցախի ազգային ժողովի պաշտոնական էջը կոտրեցին։ Այսինքն մարդկանց ահաբեկելու համար նրանք նաև տեղեկատվական արշավ են սկսել։ Ձեր տպավորությամբ խաղաղության պայմանագրի կնքումը կամ այդ ուղղությամբ բանակցությունների մեկնարկը հնարավոր է, Տիկին Հայրապետյան։ Չեմ կարող կանխագուշակել մեր իշխանությունների եւ իմ նախկին գործընկերների քայլերը, որովհետեւ դրանք ցավոք սրտի ընդհանուր տրամաբանական շղթայի մեջ չեն մտնում, որի հիման վրա մենք կարողանանք ենթադրություններ անել։ Շատ հաճախ ավելի հեշտ է կանխատեսել ադրբեջանական կողմի քայլերը, քան մեր գործողությունները։ Ցավով եմ ասում, բայց այդպես է, որովհետև նրանք ունեն ընտրած ձեռագիր, գործելաոճ, որին հավատարիմ մնալով առաջ են գնում բոլոր հետևանքներով հանդերձ։ Մեզ մոտ չկա բովանդակություն, չկա աշխատանք, անհասկանալի հայտարարություններ են եւ շատ հաճախ մեկը մյուսին հակասող։ Պետության ղեկավարն ամբողջությամբ իրար հակասող հայտարարություններ կարող է անել կես ժամ տարբերությամբ, իսկ այդ պարագայում դժվար է կանխատեսել հետագա գործողությունները։ Media Lab-ի հարցերին պատասխանում էր ադրբեջանագետ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։